Սեպտեմբերի 30 թարգմանության միջազգային օր։ Համընթաց թարգմանիչներին այսօրը միավորում է մասնագիտական տոնը։ Հարափոփոխ աշխարհում հենց նրանք են կարևոր իրադարձությունների էպիկենտրոնում։ Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան միակ մասնագիտական միավորումն իր ակտիվ գործունեությամբ շարունակում է ոլորտում կարծրատիպեր կոտրել։ 2007-ից ի վեր մասնագիտական հանրույթին հորդորում պարտադիր հետևել էթիկայի կանոններին, լինել պատասխանատու, բարեխիղճ, ինչպես նաև առաջնորդվել գաղտնիության սկզբունքով։ Ստանդարտը վերաբերում է համագործակցությանը, զույգով աշխատելուն, աշխատանքին նախապատրաստվելուն, շարունակական կատարելագործմանը, ասոցիացիայի հիմնական նպատակը այս մոտեցումները պահպանելն է, համենայն դեպս իր անդամների շրջանակում, եթե ոչ ավելի լայն։ Լեզվի գերազանցիմացությունը կարևոր, բայց բավարար չէ համընթաց թարգմանությամբ զբաղվելու համար։ Քրիստինե Սողիկյանն իր փորձով է համոզվել, թարգմանիչը պետք է ֆոնային գիտելիքների պաշար ունենա, արագ կողմնորոշվի, կարողանա ընթացիկ խնդիրները լուծել։ Եվ այդ ամենն իր դիմադրողականության հաշվին։ Մյուս կողմից կարևոր է նաև մասնագիտական հանրույթի միասնությունը։ Կարծում եմ, որ այսօրվա միջոցառումը հենց դրա վկայությունն է, որ դաշտում եւ մասնագիտական ոլորտում կա մի կուռ համայնք, որը առաջ է քաշում մասնագիտական չափորոշիչները, սկզբունքները, կարգավորող նորմերը, ինքնակարգավորման ենթակա դրույթները։ Այս պահին մենք ունենք 24 անդամ։ Մենք անհատ թարգմանիչների մասնագիտական միավորում ենք, որի նպատակն է հանրահռչակել մասնագիտական չափորոշիչները եւ նաեւ հանդես գալ որպես արհմիություն պաշտպանելով թարգմանիչների շահերը։ Երկու բան կա։ Առաջինը պետք է հավատարիմ մնաս քեզ ու քո սկզբունքներին, երկրորդը պետք է հիշես, որ թարգմանությունը արվեստ է, արհեստ չի։ Այսինքն դու պետք է կարողանաս թարգմանել այնպես, որպեսզի ոչ թե պարզապես փոխանցես բառեր, այլ փոխանցես միտք, որպեսզի այն մարդը, ով նստած է դիմացդ, չտառապի քո բառակույտից միտք հանելու վրա։ Ովքեր են թարգմանիչները, ինչու պետք է վստահել նրանց, ինչ ազդեցություն է ունենալու արհեստական բանականությունը, այս եւ մասնագիտությանը վերաբերող բազմաթիվ այլ հարցեր քննարկվում են թարգմանիչներ վստահելի ձայներ հարափոփոխ աշխարհում խորագրով պանելային քննարկմանը։ Մոդերատորը սոցիալական ազդեցության փորձագետ եւ գրական թարգմանիչ Նազարեթ Սեֆերյանն է։ Բանախոսների շարքում են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Սահմանադրական դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանը եւ Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիայի անդամ թարգմանիչներ Արտաշես Էմինն ու Լիլիթ Սիմոնյանը։ Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողը թարգմանիչների հետ աշխատելու երկարամյա փորձ ունի։ Թարգմանիչը պետք է դիմացինի հետ երկխոսության մեջ չմտնի, համոզված է Ֆրանսուազ Ժակոբը։ Իր համար կարևոր է, որ երկու կողմն էլ վստահեն իրար։ Թարգմանիչների հետ աշխատանքը նաև օգնել է Ժակոբին բարելավել իր հանրային խոսքը։ Ես աշխատել եմ շատ երկրներում, եղել եմ այնպիսի իրավիճակներում, երբ թարգմանությունն այնքան էլ պրոֆեսիոնալ չի եղել։ Հատկապես դեմարդեմ թարգմանության ժամանակ, նույնիսկ երբ լեզվին չես տիրապետում ու տեսնում ես դիմացինի արձագանքը, շարժուձևը, կարողանում ես այդ ամենը հասկանալ։ Դու պարզապես զգում ես թարգմանել է այն, ինչ դու նկատի ունեիր, թե աղավաղված մտքեր է առաջ բերել։ Հայաստանում Եվրամիության դեսպանի խոսքով այս գործում կարևորը փորձն է, վստահությունը, պետք է կարողանալ ճշգրիտ արտահայտել մտքերը։ Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսն օրինակ է բերում, վերականգնվող էներգետիկայի մասին խոսելիս հատուկ բառապաշար է օգտագործվում, իսկ թարգմանիչները պետք է կարողանան հասկանալ այդ ամենի կոնցեպտը, այլ ոչ թե մոտավոր նախադասություններ կազմեն։ Մարագոսը նաև անկեղծացավ, համընթաց թարգմանիչների միջոցով փորձում է հայերեն սովորել։ Happy International Translators Day. Ուզում եմ շնորհավորել ձեր մասնագիտական տոնը, շնորհակալություն հայտնել հայ թարգմանիչներին, ովքեր շարունակում են աշխատել մեզ հետ, ընդ որում բավականին դժվար պայմաններում։ Ինչու է Եվրամիությունը բանավոր եւ գրավոր թարգմանության մեջ ներդրում կատարում, որովհետեւ մենք չենք ուզում, որ որևէ մեկը դուրս մնա որակյալ կրթությունից։ Յուրաքանչյուր թարգմանչի ձայնն ուղղված է նրան, որ ամեն ոք, ամեն ազգ լսելի լինի եվրոպական խորհրդանում, ինստիտուտներում եւ պարզապես սովորական մարդիկ կարողանան պատշաճ հաղորդակցվել։ Քիչ չեն դեպքերը, երբ հենց թարգմանիչներն են օգնում հաղթահարել ֆորս մաժորային իրավիճակները։
Սահմանադրական դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանը հորդորում է առաջնորդվել ոսկե կանոնով։ Եթե թարգմանության ժամանակ բանախոսը միտքը չի հստակեցնում, ապա թարգմանիչը չի կարող այն հստակեցնել։ Իրականում եւ գործնականում, սակայն իրավիճակները կարող են տարբեր լինել, եւ երբեմն թարգմանչի հայեցողականությունը կարող է իրավիճակ փրկել, թեև սա մի բան է, որից թարգմանիչները խուսափում են։ I remember an interpreter who Ես հիշում եմ մի թարգմանչի, որը որոշեց չթարգմանել հարցը, եւ եթե թարգմաներ, ապա մեծ վեճ կառաջանար։ Եվ կարծում եմ, որ ճիշտ մոտեցում էր, այլապես ամբողջ զրույցն այլ ընթացք ունենար։ Իրականում օտարերկրացու տված հարցը զգայուն չէր, բայց նույն հարցը, եթե հնչեր այլ մշակութային կոնտեքստում, նորմալ կդիտվեր։ Ես չեմ ցանկանա այդ դեպքի մանրամասները բացահայտել։ Կարծում եմ, այս դեպքում թարգմանիչի կողմից հակառակն անելն արդարացված է։ One of them several years ago. Մի քանի տարի առաջ ես թարգմանում էի պետական պաշտոնյաների եւ միջազգային թիմի հետ մի հանդիպում։ Տարբեր թիմերի հետ հանդիպումների ժամանակ անընդհատ նույն հարցերն էին քննարկվում ու հերթական հանդիպման ժամանակ հյուրերից մեկն առաջարկեց հարցերը ինձ տալ, քանի որ բոլորի պատասխանը ես գիտեի։ Գիտեք, սա ոչ այլ ինչ է, քան վստահություն։ Պանելային քննարկման օրակարգում նաև արհեստական բանականության հնարավորություններն են, հնարավոր խնդիրներն ու ապագայի տեսլականը։ Բոլոր բանախոսներն էլ վստահ են, արհեստական բանականությունը չի կարող վստահության խնդիր լուծել։ Տեխնոլոգիան ընդհանրապես գործիք է, կարող է պարզապես բարելավել թարգմանչի աշխատանքը։ Ըստ Արտաշես Էմինի, նոր տեխնոլոգիաներն օգնում են, բայց դրանցից վախենալ պետք չէ։ with a bit of arrogance, AI will never do what I can do. Մի քիչ մեծամիտ կարող է հնչել, բայց արհեստական բանականությունն իմարածը չի կարող անել։ Եթե ես տեսնում եմ, որ լսարանում մայրենի լեզվի կրողներ չեն, իսկ անգլերենը տեր չունի, ես դժվար բառեր չեմ օգտագործում։ Մարդիկ պարզապես չեն հասկանա։ Կան բառեր, որ իմ թարգմանության ընթացքում ես ընդհանրապես չեմ օգտագործում, իսկ արհեստական բանականությունը դա չի կարող անել։ Պանելային քննարկումը տևում է 1.5 ժամ։ Բոլոր բանախոսներն էլ արձանագրում են անվերջ, կարելի է խոսել համընթաց թարգմանիչների աշխատանքի, խնդիրների ու մասնագիտության յուրահատկությունների մասին։ Եվ վերջում ջերմ շփում, շնորհավորանքներ մասնագիտական տոնի առթիվ։